Գիշերը Իսրայելը ռմբակոծել է հարևան Իրանը, մինչև այս պահը ռմբակոծում է իրանական քաղաքներ, գրեթե գլխատված է ռազմական էլիտան։ Ձեր կարծիքով այս իրավիճակը լայնածավալ պատերազմի կհանգեցնի։ Դժվար է ասել, ես հուսով եմ չէ։ Շատ վատ կանդրադառնա, համ ճանապարհի, համ պատերազմական դրության հավանականության, ամեն ինչն էլ վատ կանդրադառնա։ Ինչքան երկարի ընդեղի պատերազմը, այնքան ավելի վատ մեր համար։ Վախենում եմ, որ այո, ճիշտ ասած Հայաստանի համար եմ վախենում, որտեղ Թուրքիան, Իսրայելը չեն հանգստանա։ Թուրքիան կօգտվի ինձ թվում այդ պահից։ Չգիտեմ, ես շատ անհանգիստ եմ։ Այդքան շուտ հնարավոր չի պատերազմ։ Ես կարծում եմ, որ այդ ցանկությունով են արել։ Կարծում եմ, որ պիտի ինչ-որ մեծ խոշոր բան լինի։ Ձեր կարծիքով այս իրավիճակը լայնածավալ պատերազմի կհանգեցնի։ Դժվար։ Մի քանի օր եւ վերջ։ Անպայման չի, բայց ինձ թվում է շատ բարդ իրադարձությունները հələ սպասվում են։ Ինձ թվում է չէ։ Չգիտեմ, երևի կկանգնացնեն։ Այդքան չեն լայնացնի։ Ինձ այդպես է թվում, չգիտեմ։ Եթե Իսրայել-Իրան պատերազմը ձգվի ու մեծ մասշտաբների հասնի, Հայաստանի համար վտանգ տեսնում եք։ Այո։ Միգուցե անուղղակի, բայց վտանգ կա։ Նույն տարածաշրջանը հնարավոր չէ չի լինի։ Բա իհարկե, բոլորից համար է վտանգ։ Կուզեինք, որ ամեն ինչը շուտ վերջանար, խաղաղ ապրենք, ինչքան որ Աստված մեզ տվել է, խաղաղ հանգիստ ապրենք։ Միանշանակ այո, որովհետև տարածաշրջանը բավականին փոքր է։ Մեզ իհարկե ինչ-որ վնաս մենք ունենանք անկասկած։ Հայաստանի համար առանց այդ էլ շատ անստաբիլ է, սիտուացիան ավելի անստաբիլ կլինի, երևի մեր հարևաններին ավելի հեշտ կլինի առիթ գտնել հարձակվելու, կարծում եմ մեզ համար լավ չի ցանկացած ուրիշ պատերազմ։ Եթե Իսրայել-Իրան պատերազմը ձգվի ու մեծ մասշտաբների հասնի, Հայաստանի համար վտանգ կներկայացնի դա։ Պարտադիր, անպայման։ Կներկայացնի։ Կկրվեն իրար հետ մի քանի ռումբել մեր վրա կգցեն։ Դա դեղալ վտանգ է։ Թուրքը միջև հիմա կանգնած է, չի ոչ մի բակայելի գնում, որտեղ Իրանը պահպանում է մեր սահմանները եւ ոչ մի ձևով համաձայն չի իրանց վերադարձնել ինչ-որ մի բան։ Ամեն դեպքում լարված իրավիճակը Հայաստանի համար միշտ էլ վտանգավոր է, ինչ ասեմ։ Ավելի լավ է խաղաղ շրջապատում ապրենք, քան թե այսպես։ Եթե չափից դուրս մեծ քանակությամբ զենք է հավաքված, զորք է հավաքված, պետք է անպայման դա կրակի։ Իսկ երկու կողմն էլ պատրաստ է կրակել։ 90% հավանականությամբ կհանգեցնի։